Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն է, ողջույն Տիկին Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, արդեն իսկ մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերը ներկայացնելու գործընթացը, թեև մինչև այս պահը որևէ ուժ իր փաստաթղթերը չի ներկայացրել, բայց այնուամենայնիվ հունիսի 7-ին խորհրդանական հերթական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 14 քաղաքական ուժ, 2 դաշինք եւ 12 կուսակցություն։ Այսօր նաև այդ մասին հայտարարեց Լուսավոր Հայաստանը, դրա նախագահ եւ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը կոչ է անում իշխանությանը բռնվել, իրենք գալիս են եւ խառնելու են շատերի խաղաքարտերը եւ իրենց օրակարգը շատերին ցնցելու է եւ թեև նա նշում է, որ չհաջողվեց ընդդիմության հետ կամ ընդդիմադիր դերակատարների հետ լայն կոնսոլիդացիա ապահովել եւ այսպես ասած հանդես գալ միասնական ճակատով, բայց այնուամենայնիվ այս ուժը եւս ինչպես եւ մնացած շատ ուժեր, օրինակ այդ թվում եւ Հայ ազգային կոնգրեսը, որ այդպես էլ չստացվեց իր համագործակցությունը Սամվել Կարապետյանի ուժի հետ եւ միայնակ է մասնակցելու, պնդում են, որ հաղթանակի գրավականը այնուամենայնիվ լինելու է ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու, այսինքն միավորվելու տարբերակը, հա։ Իմ նշած 2 դաշինք 12 կուսակցություն, դրանց մեջ մտնում է նաև քաղաքացիական պայմանագիրը եւ բացառությամբ 1-2 ուժի, որոնք այս կամ այն կերպ սատարում են իշխող ուժի արտաքին քաղաքականությունը կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը, մնացած ուժերը կամ դաշինքները ընդգծված մեկ նպատակ են հետապնդում ամեն գնով իրականացնել Հայաստանում իշխանափոխություն եւ գրեթե բոլորի, այսպես ասենք, հա, հիմնական փաստարկը այն է, որ դուք զիջում եք, ոչնչացնում եք, քայքայում եք ու նման բաներ։ Հետևաբար այս ուժերի միավորման դեպքում, ինչպես օրինակ եթե պատկերավոր անենք Լուսավոր Հայաստանի վրա պրոյեկտ ենք, հա, ձեզ ցնցելու հավանականություն չեք տեսնում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ դժվար է մեկնաբանել մանավանդ Լուսավոր Հայաստանի դիտանկյունից, որովհետև Լուսավոր Հայաստանը ինչքան փոխությունից չի դավաճանում, վերջին 1 եւ ավելի տարին խնդրում է միլիարդատիրոջը ներառել իրենց ուժը իր դաշինքի մեջ։ Նույնը անում է ՀԱԿ-ը։ Այս ուժերից որից է մեկը խորհրդարան անցնելու շեմը չեն կարող բավարարել, այդտեղ նրանք փոխիաթվող ձայներ են։ Գիտենք, որ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով 3 քաղաքական ուժ կա, որ ունի շանսեր հաղթահարելու նախընտրական ֆերմերը կարող են անցնել Ազգային ժողով, այդտեղ մնացած ուժերի մեկնաբանությունները եւ ինչքան ցնցող լինեն նրանց առաջարկները չեն կարող ասել, որ կարող է հետաքրքրել քաղաքացուն, բայց այս տեսանկյունից մի հետաքրքիր դիտանկյուն կա, նրանց առնվազն անվտանգային քաղաքականության եւ ապեքին քաղաքականության վերաբերող ծրագրերը ոչնչով չեն տարբերվում իմ նշած 3 քաղաքական ուժերից, այսպես եռագլուխ պատերազմի կուսակցություններից։ Նրանք բոլորը կողմ են մեկ կենտրոնից կախվածության, նրանք բոլորը կողմ են խաղաղության, հաստատված խաղաղության նախապայմանների եւ պայմանների ռևիզիայի, նրանք բոլորը կողմ են ռուսական ներկայությամբ ենթակառուցվածքներ ստեղծելուն Հայաստանի Հանրապետությունում, կհիշեք նոյեմբերի 9-ի փաստաթղթի այլաբանորեն մեկնաբանությունները թե ՀԱԿ-ի, թե Էդմոն Մարուքյանի կողմից եւ նույնական կրկնում են նաեւ այս 3 ուժերը։ Կարծում եմ, որ նորություններ չկա, ուզում է 18-20 ուժ մասնակցի, մեկի այդ ուժերի մեծամասնությունը, նույնիսկ կրկնում որ բոլորը կրկնում են քաղաքական ծրագրերը, որոնց մոտ նրանք եղել են երկար տարիներ հաջողող։ Բայց Տիկին Մինասյան, եթե այդպես ընդհանրացնում ենք, ապա իրենց հիմնական մտահոգությունները նույն արտաքին քաղաքականության կամ անվտանգության մասով այն է, որ դուք սպառել եք ձեզ որպես այսպես ասենք նաև բանակցող կամ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, դուք արել եք ամեն ինչ այս 8 տարվա ընթացքում եւ նոր բան քան արդեն իսկ հնարավոր զիջումները կամ կրկնությունը ոչինչ չկարող այլևս առաջարկել, հետևաբար գնալու ժամանակն է։ Գիտեք, որ նա հետաքրքիր, որ երբ նման խոսույթ ունեցող մարդկանց հետ բանավիճում ես եւ հարցնում ես ինչն ենք զիջել, ինչն է եղել պատրողական քաղաքականություն, որ պահն է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող էր այլ կերպ վարվել, քան
ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը, նրանց մոտ մենակ մի արտահայտություն է մտքներում, Արցախը հանձնեցիք, հողերը տվեցիք, Սյունիքի ճանապարհ տվեցիք, չգիտեմ, Տավուշի հողեր տվեցիք, այսինքն այս կերպ թեզերի ջատագովն են նրանք եւ որևիցե այլ հիմնավորում չեն կարողանում տանել։ Ասում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հնչում եմ շեշտել գետ 1 միլիմետր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զիջել է բանակցությունների ընթացքում։ Չեն կարողանում շեշտել։ Չեն կարողանում շեշտել ոչ միայն չեն կարողանում, այլ նաեւ մեղքը Ադրբեջանի կողմից զերծած ագրեսիաների Արցախի հայտարարման զրկման պատերազմի մեղքը վարդում են ներկա իշխանությունների վրա, դրանից ավելի ապապետական գործունեություն ես չեմ պատկերացնում։ Այսինքն մենք ամբողջությամբ մաքրազերծենք հարևան պետության կատարած քայլերը եւ ասենք ոչ, ներկա իշխանություններն են մեղավոր, որ օրինակ հապկը չկավ Հայաստանի ինտերնետյան կամ չգիտեմ ռուսները չեկան իրենց պատականությունները չկատարեցին կամ այն տեղակայված Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապազորքի առաջ տեղի ունեցավ էթնիկություն, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսինչ բառն է ասել։ Նման տիպի արտաքին քաղաքականությամբ եւ ամեն գնով պաշտպանելու եւ մաքրագործելու թե Ռուսաստանի Դաշնությանը, թե Ադրբեջանին, բայց մեղադրելու ներկա փոփետության ղեկավարությանը, ես կարծում որ քաղաքացիների մոտ որևիցե դրական ապրագանք է ադրանում։ Բայց նրանք նաև դա դիտարկում են որպես ցուցիչ հենց ձեր բանակցային կարողությունների, հա, հենց այդ նույն հարձակումները, էթնիկ զտումը, ռուսների անգործությունը ու նման բաներ, ասում են դա ձեր ամբողջ հերթականությունը գործողությունների հրապարակելու են, որպեսզի շատ հեշտ այդ քարոզչական տեխնիկան, որ եղել է պատերազմի նոյեմբերի 9-ի հայտարարություն, հրադադար, դրանից հետո եղել է ըստ որոշ քաղաքական ուժերի տրամաբանության մեջ Պրահայի տարածքային ամբողջականությունների ճանաչումը։ Այդ արանքում ինչ է տեղի ունեցել, գիտես ինչի հայ քաղաքական միտքը կամ մոռանում է, կամ մոռացության է տալիս։ Եվ ինչ գործողությունների եւ ինչ ջանքերի շնորհիվ ենք մենք հասել օգոստոսի 8-ին, դրանք որևիցե կերպով չեն կարող համարվել բանակցային գործընթացի տապալում կամ բանակցային գործողությունների վատ իմիտացիա, որովհետև մենք անցելով դժոխքի միջով, մենք փորձելով բոլոր հնարավոր տարբերակները, մեր ռազմավարական դաշնակցի հետ առաջարկելով բոլոր հնարավոր տարբերակները մեր անվտանգային կառուցվածքը փոխելու, հասկացել ենք, որ այլևս գործիքակազմ չունենք եւ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ Հայաստանի Հանրապետության վտանգված լինելուց սկսած մենք սկսել ենք այլ քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ դա շատ հանրային ու թափանցիկ է եղել, ոչ թե նրանց պես 30 տարի բանակցել ենք հողերը հանձնելու շուրջ եւ եկել ենք ժողովրդին ասել ենք գնանք Բաքու չայ խմենք, այլ հակառակը հանրային հայտարարել ենք, որ նշաձողը պետք է իջեցնենք։ Դրանից հետո եղել է Հայաստանի Հանրապետության վրա հարձակում։ Փորձել ենք բոլոր հարթակները Բրյուսել, Մոսկվա, Հնդկաստան, Չինաստան, Ամերիկա, այն հարթակներում, որտեղ ունեցել ենք հաջողություններ, գրանցել ենք այդ հաջողությունները։ Այդ հաջողություններից բացի հասկացել ենք, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը ավելի էֆեկտիվ է, քան միջնորդների ներկայությունը, որովհետև միջնորդների առկայությունը մեր հարաբերություններում մշտապես բերում է միջնորդների շահերը այս հարաբերությունների մեջ։ Կան միջնորդներ, որոնց շահը կոնֆլիկտի հարատևումն է, ոչ թե հարցի լուծումը։ Իսկ մենք չենք ուզում այս հարցի լուծումը թողնենք մեր հաջորդ սերունդներին, ինչպես կտակել են մեզ մեր նախորդ իշխանությունները, որովհետև բոլոր բանակցային գործընթացներում եւ նրանց խոսույթում էլ կարող եք լսել, որ այդ հարցը թողնվելու էր ապագա սերունդներին, այնպես ստացվեց, որ այդ ապագա սերունդը մենք եղանք։ Եթե ես ճիշտ եմ հիշում, 2021-ի արտահերթ խորհրդանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը 54% ձայներ հավաքել, հա։ Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, ինչպես դուք պնդում եք, հաստատված խաղաղությունը, օրինակ դրավառ, օրինակ կամ օգոստոսի 8-ի համաձայնությունները, դրանից հետո բխած գործողությունները, Հայաստանի տարբեր երկրների, այդ թվում նաև Եվրոպական միության հետ գործակցության ավելի խորացումը եւ այլն։ Ձեր հիմնական, այսպես ասենք, վստահությունը ինչու՞մն է, որ դուք առնվազն պիտի կրկնեք 2021-ի, այսպես ասենք, ցուցանիշները։ Մեր հիմնական վստահությունը մեր ժողովրդի հետ շփումներն են, որովհետև մենք տեսնում ենք, որ այնինչ 2021 թվականին դա խաղաղության հաստատումն է։ Ես վերջերս փորձել եմ շփվել շատ ապաքաղաքական հատվածների հետ, որոնք ամբողջությամբ ինտեգրված են քաղաքական գործընթացների հետ,
Եվ նրանք միանշանական շեշտում են մի բան, որ այո, խաղաղությունը այլընտրանք չունի եւ մենք ամեն գնով պետք է հասնենք դրան, որպեսզի կարողանանք ոտքի կանգնենք, գլուխներս բաց պահենք եւ այլն, ինչ որ իրանք են ցույցում եք արժանապատիվ խաղաղություն կամ ուժեղ խաղաղություն բառակապակցությունների մեջ։ Ամենայն դեպս բացի խաղաղությունից մենք ունենք արած աշխատանք։ Մենք ունենք արդեն իսկ ապացույց, որ մենք կարող ենք գործել, թալանել այս երկիրը եւ օրինակ ստեղծել 500 մանկապարտեզ 300 դպրոց։ Օրինակ բյուջեն ավելացնել գրեթե 3 անգամ մինչև 5 միլիարդի արժեքով։ Օրինակ ուսուցիչների աշխատավարձ բացատրել, զինվորականների աշխատավարձ բացատրել ատեստացիայի միջոցով։ Մենք ունենք ուսուցիչներ մոտավորապես 1000-ից 2000 հոգի, որ 300-ից 500,000 աշխատավարձ են ստանում։ Մենք ներդրել ենք առողջապահության ապահովագրությունը, գրեթե այս 3 ամիսների ընթացքում 600,000 մարդ օգտվել է առողջապահության ապահովագրությունից, մոտավորապես 3-4 միլիարդ դրամի անվճար դեղամիջոց են ստացել այդ մարդիկ։ Այս ցուցանիշները հստակ աշխատանքի արդյունք են։ Եվ նրա արդյունքն են, որ ուղղակի չենք կերել այս բյուջեն, ուղղակի ներդրել ենք երկրի մեջ 4000 կիլոմետրից 4500 կիլոմետրից ավելի ճանապարհ ենք սարքել, 1800 կիլոմետր լուսավորված ճանապարհ ենք լուսավորել։ Այս ցուցանիշները կարող են երկար թվել, բայց համենայն դեպս մարդը երբ որ փողոց է դուրս գալիս, տնից դուրս է գալիս, տեսնում են իրականությունը, որ փոխվել է, գործողություններ են կատարվել, բարեկային համակարգ են ներդրել, այլևս ոչ մեկ չի հիշում են նախկին փողով հարցեր լուծող իրապահ համակարգին առնվազն ճանապարհային անվտանգության տեսանկյունից։ Բարեփոխումների շարք կարող են ստեղծվել։ Նոր բժշկական կենտրոններ են սարքում մարզերում անում ենք մոտավորապես 3500 տուն կառուցվել է պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով։ Ուսանողների համար, երիտասարդության համար առանձին մարզ կենտրոններում սարքում ենք, փորձում ենք աջակցել այն կենտրոններին, որոնք կարող են զբաղվածության կամ այլընտրանքային ուսուցման կենտրոններ ստեղծել։ Սպորտ դպրոցներ ենք կառուցում, ասենք բոլոր ոլորտներում ցանկացած ոլորտ կարող եք ստեղծել, մենք ունենք առաջընթաց այս ոլորտներում։ Եվ սա չի կարող չտեսնել քաղաքացին, որտեղ ապրում է այս երկրում, ոչ թե ապրում է այն մեդիա միջավայրում, որ ստեղծում է կամ փորձում է ստեղծել։ Իսկ օրինակ ո՞րն է թերությունը, հա, այսինքն ինչու՞մ եք թերացել, որ խոստանում եք շտկել, օրինակ, եթե նորից ընտրվեք երրորդ ժամկետի գնաք, ո՞րն է լինելու այն առանցքային հարցերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեք, այսինքն որոնցում դուք թերացել եք, այստեղ այն չի, որ խաղաղության մասին պետք է հոգ տանել, այն պետք է բերել ինստիտուցիոնալ մակարդակ, խաղաղության պայմանագիր ստորագրել, հավասարակշռված հարաբերություններ ունենալ բոլորի հետ, այդ թվում եւ հարևանների ու նման բաներ։ Մեր, ինչպես դուք նշում եք, որ օրինակ ապաքաղաքական խմբերը, ովքեր պարզապես այսպես ներքաշված չեն քաղաքական process-ների մեջ եւ իրենց սովորական առօրյայով են ապրում եւ այս պայդրությամբ իրենց սոցիալական, տնտեսական, ֆինանսական հազար մի հարցերով են զբաղված։ Ինչ եք թերացել այդ մասով, որ խոստանում եք դրա վրա ուշադրություն դարձնել, հա, որ քաղաքացին իմանա, ասի լավ, այս մարդիկ անկեղծ խոստովանում են, որ այս հարցը չեն լուծել, թե չէ տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք այսպես ասենք ամենակարող, ամենաբարեփոխիչ եւ ամեն ինչը ճիշտ անող մի իշխանություն եք, դե եկեք ձեզ հավերժ կարգենք իշխանություն, թող ամեն ինչ լավ լինի։ Կարևոր նկատառում ունեմ, որ չկա իշխանություն, որ հավերժ ուզում է լինել իշխանության, եւ այս մասով շատ կարևոր դիտարկում արեցիք, ես ինքս դեր տաղավարում բազմիցս շեշտել եմ այդ թերությունների առաջնային հատվածը, օրինակ ես այս վերջերս հրապարակում էի հարցում, որ տեսնեմ քաղաքացիներին ինչ հարցեր են հետաքրքիր, բացի օրինակ այն լրատվամիջոցներին մեր տված հարցազրույցներից, որոնք հիմնականում քաղաքական ենթատեքստում են, մեծամասնությունը դատաիրավական համակարգ է։ Եվ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից մենք արել ենք ահռելի մեծ աշխատանք, սկսած նոր օրենսգծերի ընդունում, վերջացրած նոր համակարգերի ներդրում, դատավորների ատեստացիայից մինչև քննիչների եւ դատախազների աշխատավարձերի բարձրացում եւ ատեստացիա։ Բայց այս համակարգի դերևս արդյունքները մեր քաղաքացին իր մարդու վրա չի զգում կամ առնվազն չի տեսնում։ Երկրորդ խնդիրը դա կոմունիկացիոն քաղաքականությունն է, որպեսզի քաղաքացին առաջնային օղակներից շատ հեշտ տեղեկատվություն կարողանան ստանալ առնվազն այն ծրագրերի մասով, որ անձամբ իրեն է հետաքրքիր, դա թվայնացման ուղղությունն է։ Մենք մեծ մարմին ստեղծեցինք այսօր ընտրությունների ազգային ժողովում տեղեկատվական համակարգերի նոր կենտրոնի անդամների մասով, որտեղ հիմնական նպատակը լինելու է թվայնացված
ծառայություններ մատուցելը ավելի ինտենսիվացնել եւ արագացնել։ Գիտեք, որ ժամանակին պետական ապարատը աշխատել է հիմնականում թղթաբանությամբ եւ այդ թվայնացումը բավականին մեծ լայն գործընթաց էր հասկանալու համար, թե ինչ դրամների որ կառույցներն են տիրապետում, որպեսզի կարողանան հեշտ թվայնացման գործընթացը անել։ Թվայնացում, որ ասում են, որպեսզի քաղաքացին ավելի հարամաչելի լինի, որ հեռախոսի միջոցով կարողանաք անձնագիր փոխել, վարչական իրավունք ստանալ, բանկային համակարգից, եթե ձեզ թղթեր պետք չգնաք, բոլոր մարմիններով պտտվեք, այլ այդ թղթերը հասանելի լինեն այդ կառույցների եւ այդ ամեն ինչի կիբերանվտանգությունը պաշտպանելը։ Երրորդ մասով որպես թերացում չէ, բայց հասարակությանը անհանգստացնող հարցեր նաև լրագրողական համայնքին է վերաբերվում։ Մենք պետք է կարողանանք այդ բաց թափանցիկ դաշտը ստեղծել, ֆինանսական թափանցիկությունը լրատվական դաշտի, որպեսզի յուրաքանչյուր ֆինանսոյի մարդ չկարողանա ամբողջ լրատվական դաշտը գրավել եւ դարձնել մենաշնոր իր քաղաքական նպատակները հետապնդելու համար։ Շատ կարող են շեշտել բարեփոխումների նպատակակետեր, որոնք դեռ արված չեն եւ պետք է շարունակենք այդ աշխատանքը եւ ինձ համար ամենացավոտ կողմը, որ այդքան էլ քաղաքացիների կարող է հուզել, բայց պետական ապարատի աշխատակիցներին կարող է հուզել, դա պետական ապարատում հանրային կառավարման բարեփոխումների մեծ փաթեթն է, որ արդեն 5 տարի է միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք ներդնել, որովհետև պետական ապարատում պետք են պրոֆեսիոնալներ, մրցակցային աշխատավարձներով, աշխատանքների հստակ գնահատման մեխանիզմով, իսկ դա բերելու է ինքնին քաղաքացիների բարեկեցության աճի, որտեղ այդ մարդիկ են հենց պետական ապարատի աշխատողներն են հենց քաղաքացիների հարցերով առաջնային խնդիրներով զբաղվում եւ մեկ նաեւ այլ խնդիր կարող եմ մատնանշել, դա Երևանին վերաբերվող տրանսպորտային համակարգի, խցանումների եւ Երևանի խնդիրները մի քիչ շատ ավելի ցտուն են եւ քաղաքացիները շատ ավելի շատ են տեսնում բոլորի նյարդերին ազդում է առավոտյան ժամերից մինչև երեկոյան ժամերի երթևեկությունը, վարորդական իրավունքների հետ կապված հարցերը, այսինքն այս կոմպլեքս հարցերը ես ընկալում եմ որպես այս 5-6 տարիների ընթացքում դեռևս չկատարված աշխատանքներ, ամբողջապես չավարտված։ Ձեզ ձեր ընդդիմադիր օպոնենտները քննադատում են նաև մասնավորապես, հա, որպես թերություն, բաց թողում, չգիտեմ, բայց ես ձեզ կխնդրեմ, որպեսզի դուք այսպես որակումների վրա չկենտրոնանաք եւ դրանք նաև մեջբերումներ են։ Ձեր իշխանությանը մեղադրում են, որ այն չափով, որ չափով Հայաստանը դուք տնտեսապես կախվածության մեջ եք դրել Ռուսաստանի հետ, որևէ իշխանության օրոք չի եղել եւ դրա մասին խոսում են թվերը, որոնց մասին նաև պարբերաբար տարում է ձեր էկոնոմիկայի նախարարը, ռուսական կողմը կամ ԵԱՏՄ կողմը եւ միաժամանակ ձեզ մեղադրում են ռուսաֆոբության մեջ, ասելով, որ ձեր ռուսաֆոբ գործողությունների հետևանքով հայկական խոշոր եւ կայացած բիզնեսները խնդիրներ են ունենում Ռուսաստանում, հա, օրինակ կոնյակի մասին է խոսվում, հիմա խոսվում է ջերմուկի մասին, ինչ խնդիրներ եւ այլն։ Հիմա մի կողմից դուք Հայաստանը ահռելի եւ աննախադեպ տնտեսական կախվածության մեջ եք դրել Ռուսաստանի հետ, ենթադրաբար ռուսաֆոբ չեք։ Մյուս կողմից դուք ռուսաֆոբ եք եւ ձեր անխոհեմ քաղաքականության հետևանքով հայկական բիզնեսները արդեն իսկ սկսում են տուժել, հա, կխնդրեմ սրան էլ անդրադառնալ։ Ուրեմն մենք ոչ ռուսաֆոբ ենք, ոչ էլ նրանց նման ռուսամետ, մենք հայամետ ենք, դա շատ կարևոր նկատառում։ Երկրորդը Այդ ֆայն ցուցանիշները, որ շեշտում են բոլորը Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության հետ, այդ համամասներեն աճը տեղի ունեցել բոլոր գործընկերների հետ։ Եվ ի տարբերություն նրանց, մենք Հայաստանի Հանրապետության որևիցե կարևորագույն ենթակառուցվածք չենք հանձնել այլ պետության, մանավանդ Ռուսաստանի Դաշնությանը։ Գույք պարտքի դիմաց չենք տվել, գազի պայմանագիր չենք կնքել մինչև եսին որերորդ թիվը։ Մեր բոլոր Պոլիտիկական նշանակության ենթակառուցվածքները չենք տվել օրինակ երկաթուղի։ Մենք շարունակել ենք աշխատել Ռուսաստանի հետ գործընկերային մակարդակում, որպես տարածաշրջանային երկիր, որտեղ արտահանում է իրականացվում, որտեղ ԵԱՏՄ կազմում է։ Եվ այս մասով մեղադրանքները երկու կողմից եւ հակառակ կողմից, որ դուք ցածնում եք հարաբերությունները, որ եւ մյուս կողմից, որ դուք եք կարողանում այդ հարաբերություններից
Մի կողմից փչացնում եք, մի կողմից կախվածությունն եք ավելացնում։ Կախվածությունը չի ավելանում, կախվածությունը դուք ասում եք կախվածությունն է ավելանում, մենք ասում ենք կախվածություն չի ավելանում, հակառակը դիվերսիֆիկացնում ենք, բայց այդ տնտեսության աճի հետ մեկտեղ արտահանման թվերն են աճում։ Եվ դա մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Կախվածությունը աճում է, երբ որ դու մի հսկայական ենթակառուցվածք նվիրում ես այլ պետությանը։ Մենք այդ նմանատիպ գործողությունները 7 տարվա ընթացքում չենք արել։ Հակառակը մենք փորձել ենք այդ կախվածությունները թույլատրել, օրինակ զենքի գնումները փորձել ենք ու շարունակում ենք այլ պետությունների հետ համագործակցել, որպեսզի մեկ կենտրոնից կախված չլինենք։ Արտահանման լաբորատորիաներ, սերտիֆիկացիաներ արտադրանքին, որպեսզի կարողանանք այլ շուկաներում մրցակցային լինել։ Դիվերսիֆիկացիայի ուղղությունները շատ տարբեր են, իսկ տնտեսության աճը, քանի որ տեղի ունեցել եւ մենք տարեցտարի արձանագրում ենք ավելի լավ ցուցանիշներ, դա բնականաբար արտահայտվում է նաեւ թվերով արտահանման տոկոսի վրա։ Դա կախվածությունների աճ է։ Շատ լավ, տեսեք, եթե մենք դիտարկենք նաև այլ երկրների օրինակներ, չնույնացնելով բնականաբար ոչ այդ երկրներին, ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ որպես ուղղակի զուտ օրինակ, որ մենք գիտենք եւ կարող ենք որոշակի հետևություններ անել։ Եվ Ռուսաստանի հռետորաբանությունը, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, այն որոշակի հնարավոր ինչ-ինչ կանխատեսումները խնդիրների տեսքով կամ այն խնդիրների մասին տեղեկությունները, որ սկսվում են շրջանառվել մամուլում եւ այլն, դուք ունեք, այսինքն դուք ասում եք, տեսեք, մենք գործընկերային մակարդակում շարունակում ենք շփվել Ռուսաստանի հետ եւ այլն, եւ Ռուսաստանը կարող է դրան պատասխանել շատ ոչ գործընկերային։ Այստեղ ոչ թե հարցն այն է, թե դուք ինչ եք անելու, որ Ռուսաստանը շարունակի դուրս գալ այդ տրամաբանությունից եւ արձագանքի գործընկերային տրամաբանությամբ, այլ ոչ թե այսպես ասենք սանկցիոն, այլ դուք ինչ եք անելու կամ ունեք այդպիսի տարբերակներ այստեղ տեղում տնտեսությանը, տնտեսվարողներին կամ չգիտեմ, աջակցելու համար, հա, այսինքն ձեր քաղաքականությունը, ձեր մարտավարությունը հիմնված է կոնկրետ ռազմավարությունների վրա, թե սրանք ընդհանրապես ինչպես ձեզ նաև ձեր քաղաքական որոշումները շատ հաճախ բնորոշում են, սպոնտան են եւ իրավիճակային առանց հետևանքների եւ կանխատեսելիության հաշվի առման։ Եթե մարդիկ սպոնտան են գնահատում զուտ ինքնիշխան որոշումների կայացումը, եթե մարդիկ սպոնտան են որակում մեր ոչ վասալային տրամաբանության հարաբերությունները մեր կողմից վարած քաղաքականության, ես նրանց կասեմ, որ այդ ամենը միայն մեր մեղքով չի եղել եւ մենք ուղղակի ունենք մեր պետական շահը եւ առաջնորդում ենք Հայաստանի Հանրապետության շահով, այլ ոչ թե հաշվի պետք է նստենք այլ պետությունների ցանկությունների հետ։ Երկրորդ մասով, ինչ քաղաքականություն ունենք, մենք բնականաբար դեռևս տարիներ առաջ եկել եմ շեշտել հաղորդագրություն, որ ունենք տարբեր սցենարների կանխատեսումներ եւ այդ տարբեր սցենարների կանխատեսումները մեր տնտեսական կառուցվածքի վրա։ Այդ կանխատեսումների հիման վրա մենք ունենք քաղաքականություններ։ A սցենար, B սցենար, D սցենար։ Այդ քաղաքականությունների հիման վրա մենք աշխատում ենք տնտեսական գործունեություն ծավալող բազմաթիվ ընկերությունների հետ եւ ունենք հնարավորություն ստեղծելու անվտանգ միջավայր նրանց գործունեություն ծավալելու համար։ Բայց մի հատվածի նաև կուզեմ անդրադառնալ, որ ասում եք Ռուսաստանը ոչ գործընկերային քաղաքականություն է վարում, ես կարծում եմ, որ դա քարոզչական տեխնիկա է մեր ընդդիմադիր ուժերի կողմից եւ հստակ կարող եմ ասել, որ այդ քարոզչական տեխնիկային կարող են միանալ Ռուսաստանում գործող, չգործող լրատվամիջոցներից սկսած մինչև որոշակի պետական աշխատակիցներ, բայց մենք ինքներս այդ հարցին պետք է պատասխան տանք, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի Հանրության կառավարության նկատմամբ վարում է ճշտամական քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ ոչ, ես կարծում եմ, որ հարաբերությունները մնալու են ինքնիշխան երկու պետությունների հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, եւ ես կարծում եմ, որ նրանք նույնպես ինչպես Հայաստանի Հանրապետությունում են կատարում այդ նույն սցենարների գնահատականը, նույնպես իրենց ներքին կարող են կատարել եւ ունակություններ ունեն կարող են կատարել հարաբերությունների կարգավորման եւ դրանց հետևանքների գնահատականը։ Իսկ Տիկին Մինասյան, չեք կարծում, որ ձեր հայտարարություններով շատ հաճախ եւ նաեւ օրինակ ձեր նախընտրական ծրագրի նախնական տարբերակում ամրագրված որոշակի ձևակերպումներ, որոշակի, այսպես ասենք,
տարակուսանքի կամ երկիմաստության տեղ են թողնում, հա, եթե էլի կենտրոնանանք այս օրինակի վրա, այսինքն ավելի, այսպես ասեմ, տնտեսական օրինակի վրա եթե կենտրոնանանք, ձեր ծրագրում նշված է էլի դեպի Եվրոպական միություն, հետո օրենքը եւ այլն, հետո վարչապետի հայտնի խոսքերն են այնտեղ ամրագրված, որ մենք կգանք կհասնենք այդ ստանդարտներին, այդ չափանիշներին, ու եթե Եվրամիությունը ընդունի լավ, չընդունի էլի լավ, որովհետեւ Հայաստանը կլինի այդ ստանդարտներին համապատասխան երկիր եւ այլն, Պարբերաբար էլի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից ասելով, որ մենք օրենք ունենք դեպի Եվրամիություն գործընթացի, հա, մեկնարկի մասին, բայց մյուս կողմից ասել, որ մենք չենք պատրաստվում հեռանալ, լքել ԵԱՏՄ-ն կամ ինչ-որ նման բաներ, օրինակ, չգիտեմ, եթե գործարարի տրամաբանությամբ ենք նայում, որը արդեն տասնամյակներ հարմարվել է այդ շուկայի հետ, գիտի այդ խաղի կանոնները, հստակ օրինակ տիրապետում է իր արտադրական process-ին, իր ծախսերին, իր ծավալներին, կոմունիկացիաներին, դրանք հիմա չգիտեմ, փողով են, ծանոթով են, ինչով են այդ շուկայում հարցերը լուծվում եւ այլն, ասենք մարդը բիզնես տրամաբանությամբ մտածում է լավ, ես գնամ ռեսուրսներ, փող, ժամանակ, տեխնիկական միջոցներ, մարդ ծախսեմ, բայց հետո ես էլի տենց պարզվի մի օր, որ շարունակում ենք մենք մնալ ԵԱՏՄ-ում, ինչ է պետք է նակա այս տրամաբանությամբ ես մնում եմ այդ ԵԱՏՄ-ում, այսինքն իմ բիզնես տրամաբանությունից ելնելով ես պետք է հնարավորինս քիչ գումար ծախսեմ, շատ եկամուտ ստանամ, ինչ պետք է շատ գումար ծախսեմ, ինչ որ անորոշ շուկայում հայտնվելու համար, եթե այս շուկան կա, ես որի հետ աշխատում եմ հիմա եւ ինձ կարծես լավ է։ Ես խոսքերից հասկացա, որ բիզնես գործունեության մեջ այդքան էլ մեծ փորձառություն չունեք, որովհետեւ բիզնեսի տրամաբանությունը մի քիչ այլ կերպ է աշխատում, եթե մարդը ունի մեծ բիզնես, մանավանդ եթե մարդը աշխատում է կոնկրետ շուկաների հետ, նա մշտապես պետք է ունենա ընդլայնման ցանկություն եւ շուկաների ավելի լայն շուկաների եւ ավելի բարձր ստանդարտների շուկաների հասանելիություն, որովհետեւ այդ շուկաներում իրենց մարժան ավելի մեծ է լինում։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է քաղաքականությունների անհամապատասխանությանը կամ տարակուսանքին, ես կարծում ցանկացած ոքով ծանոթ է ԵՄ ինտեգրման գործընթացին եւ ԵՄ դիմելու գործընթացին, հստակ պատկերացնում է գործընթացի երկարատևությունն ու հսկայածավալ աշխատանքը, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը կատարի եւ մենք մեծ փաթեթի որոշակի հատվածը արդեն իսկ կատարել է։ Իսկ հայտարարությունների մակարդակի եւ ինչպես ասիկ նախնական ծրագրերի մակարդակի կամ ծրագրերի մակարդակի մենք հստակ մեր քաղաքացիներին ասում ենք մեր ուղղվածությունը հետեւյալն է։ Դեպի այս ուղղությամբ ենք գնալու, շեշտում ենք ինչի ենք այդ ուղղությամբ գնալու։ Նախ առաջինը հսկայական շուկա, մեծ հնարավորություններ, լավ ստանդարտների մեջ մեծ մարժաներ, ոչ մի կենտրոնից կախվածություն, որ այդ մի կենտրոնում երբեմն վայրի փոփոխության պարագայում չստացի, որ ձեր արտադրանքը կարող է հայտնվել քաղաքից դուրս, ոչ կաշառքային սիստեմ լավ, շատ առավելություններ։ Եվ այդ աշխատանքը մենք ուղիղ բիզնեսմենների հետ ենք կատարում, մենք արտահանողների հետ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք եւ մենք փորձում ենք այն դրական օրակարգերը, որ կան կամ այն դրական կառուցակարգերը, որ կան եվրոպական շուկանան եւ ոչ միայն եվրոպական, այլ նաեւ արաբելյան, խոսքս արաբական միացյալ էմիրությունների մասին է, Իրաքի մասին է, Օմանի մասին է, այդ Սաուդյան Արաբիայի մասին է, այդ հարաբերությունների կենտրոններում մենք փորձում ենք կառուցել նաեւ տնտեսական լուրջ կապեր, որովհետեւ բիզնեսների շուկաների իրար հետ հանդիպացումը ամենամեծ էֆեկտն է տալիս։ Եվ մենք փորձում ենք աջակցել մեր ոչ միայն արտահանող ընկերություններին, այլ նաև բիզնեսի այլ ոլորտներին, որպեսզի կապեր ստեղծեն նաև այդ երկրներում, որպեսզի հետագայում մենք չունենանք այդ կենտրոններից կախվածությունը։ Մենք պետք է կարողանանք դիվերսիֆիկացնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, այլ նաև բիզնեսի տրամաբանությունը, որտեղ թե բիզնեսը մենակ մի վայրում մի շրջանակում է աշխատում։ Նա սկսում է լճանալ կամ փոքրանալ, իսկ մրցակցայնության պարագայում եւ զարգացող աշխարհի պարագայում մշտապես պետք է ներդրում անես քո բիզնեսի մեջ, որպեսզի ավելի լայն շուկաներ, ավելի մեծ հնարավորություններ, ավելի լայն արտադրանքի հնարավորություններ։ Շնորհակալություն։ Մի քիչ ոչ քաղաքական տրամաբանությամբ բացատրել, հուսով եմ։ Բայց դե քաղաքական մեսեջինգը կարևոր է, չէ՞։ Շնորհակալ։ Քաղաքական մեսեջինգի մեջ հստակ են, բայց նորից եմ ասում, մենք չենք պատրաստվում գործողությունների պլան ունենալու պարագայում կամ հստակ
ֆայլերի տրամաբանություն ունենալու պարագայում մի տեղից որտեղ կա հնարավորություն այդտեղից դուրս գալ եւ փորձել աշխատանք կատարել մյուս ուղղությամբ։ Մենք շատ հստակ բաց քաղաքականություն ենք վարում եւ մեր գործընկերների համար, դա խոսքս վերաբերում է ԵՄ-ին, Բրյուսելին եւ Մոսկվային եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների համար։ Շնորհակալություն։ Ես եմ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն էր, մնացեք առաջինի հետ։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ իմ զրուցակիցը քաղաքագետ ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Զոլյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Զոլյան, դե քանի որ այսպես ասենք, թեժ ընտրական process-ի կամ փուլի մեջ ենք, կխոսենք դրա մասին, բայց նաև առաջնահերթ կենտրոնանալով դրա վրա հնարավոր արտաքին ազդեցությունների մասով։ Սկսենք հետևաբար նրանից, թե ինչու ընտրական պայքարը ձևավորվում պատերազմ կամ խաղաղություն տրամաբանության մեջ եւ դրանից էլ ածանցվում Արևմուտք կամ Ռուսաստան տրամաբանությունը։ Գիտեք, ես կուզեի, որ մենք այս գործընթացները նայենք այսպես համաեվրոպական հեռանկարով, նույնիսկ գուցե համաշխարհային, հա, եւ այս իմաստով օրինակ շատ հետաքրքիր է համեմատել Հունգարիայում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետ, որոնք գիտեք Վիկտոր Օրբանը, որը 16 տարի ղեկավարում էր անընդմեջ 4 անգամ ընտրություններ հաղթել, ու թվում էր, որ արդեն ոչ մի ձևով հնարավոր չի Իրանից ազատվել, նա պարտվել է այս ընտրություններում, ընդ որում շատ ծանր պարտություն է կրել եւ ըստ ընդդիմությունը այսպես մոտ համարյա սահմանադրական մեծամասնություն է ստացել։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ ընտրություններում էլ էր այդ խաղաղության հարցը քննարկվում, բայց այնտեղ հակառակն էր, հա, Օրբանը, որը ռուսամետ գործիչ է, նա հենց խաղաղության այսպես դիրքերից էր հանդես գալիս, ասում էր, որ այնպես ստիպում են մտնել պատերազմի մեջ, Ուկրաինայի կողմից, հետո այդ ամեն ինչը արդեն վերածվել էր ինչ-որ լրիվ աբսուրդ մեկնաբանությունների, որ Ուկրաինան պատրաստվում է հարձակվել Հունգարիայի վրա, որը, ասենք, հասկանում ենք, չէ՞, որ հնարավոր չի պատկերացնել, իսկ ինչ-որ ամենաֆանտաստիկ սցենարների պարագայում։ Այսինքն, ես կարծում եմ, սա կապված է նրա հետ, որ այսօրվա աշխարհում իրոք խաղաղությունը պահանջված ապրանք է, այսպես ասած, հա, եւ բոլոր նախագահները, վարչապետները եւ այլն ասում են, որ այ մենք ենք խաղաղության համար պայքարում, նույնիսկ եթե նրանք չեն պայքարում խաղաղության համար։ Հիմա նույն Թրամփը, հա, պատերազմ սկսեց Իրանում, բայց հիմա ասում է, այ մենք հիմա զինադադար ենք հայտարարել, խաղաղություն ենք բերում եւ այլն։ Եվ մեզ մոտ էլ է ըստ էության այդ նույն իրավիճակը, որ երկու կողմն էլ ասում են մենք խաղաղություն ենք ուզում, հա, փոփոխություն է տեղի ունեցել, սա կարևոր փոփոխություն է, եթե դեռ մի քանի ամիս առաջ, առավել եւս մի տարի առաջ ընդդիմությունը ասում էր, որ սա ինչ խաղաղությունն է, մեզ էսի խաղաղություն պետք, բառացի չէր ասում, բայց իմաստը նա էր, որ մեզ էսի խաղաղություն պետք չի, մենք պետք է վրեժ լուծենք, պետք է հետ բերենք ինչ-որ բաներ, հա, չգիտեմ, հիշում եք, ասում էին մենք, չգիտեմ, կվերադառնանք այստեղ, այնտեղ եւ այլն,
Հիմա փոխվել է ռետորաբանությունը եւ նրանք ասում են մենք խաղաղություն ենք բերելու ու մեր խաղաբերած խաղաղությունն ավելի լավն է լինելու, որովհետեւ լինելու է երաշխավորված, որովհետեւ լինելու է ուժեղ, լինելու է սա եւ լինելու է նա։ Եվ այստեղ Հայաստանի ընտրողներին ըստ էության ուզում են խաբել իմ անձնական կարծիքով, ես ոչ ոքի իհարկե չեմ պարտադրում, գուցե ինչ-որ մեկը պատրաստ է հավատալ այդ հավաստիացումներին եւ պատրաստ է հավատալ, որ ռուսամետ քաղաքական ուժերը իրոք ուզում են խաղաղություն բերել։ Ինձ համար դժվար է դրան հավատալ, նախ որտեղ այդ նույն մարդիկ մի տարի առաջ դրի ուրիշ բան էին ասում, եւ երկրորդը նույնիսկ եթե ենթադրենք, որ նրանք սրտանց ուզում են խաղաղություն, գուցե իրոք ի վերջո հայ մարդիկ են, հայաստանցիներ են, հոգնել են պատերազմից, նրանք էլ են ուզում խաղաղություն, բայց նրանց պատկերացրած սցենարը խաղաղության ինքը ինքնին բացառում է խաղաղությունը, որովհետև եթե դուք ուզում եք նորից բերել Ռուսաստանը այս կոնֆլիկտի մեջ դարձնել մոդերատոր, հա, դարձնել ավելի քան միջնորդ, հա, այդ կոնֆլիկտի մենեջերը դարձնել։ Ինչ անել է Ռուսաստանը։ Իհարկե, այս կոնֆլիկտը չի ավարտվելու։ Ըստ էության նոր ձևով սկսվելու է, թե ինչպես կոնկրետ կսկսվի հիմա դժվար է ասել, բայց պարզ է, որ Մոսկվային պետք է լծակ ազդեցության։ Եվ այդ ազդեցության լծակը ունենալու համար նրանք պետք է հայ-ադրբեջանական հակասությունները նորից սրեն։ Գուցե նրանք էլ այս պահին չեն ուզում, որ գործը հասնի նոր պատերազմի, հա, հենց վաղը։ Բայց տրամաբանությունը պատերազմի տրամաբանությունն է, որովհետև եթե չլինի այդ պատերազմի տրամաբանությունը, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին Մոսկվան պետք չի։ Հա, եւ Հարավային Կովկասում Մոսկվայի դիրքերը թուլանալու են եւ ըստ էության մի օր վերանալու են։ Դրա համար այդ կոնֆլիկտի տրամաբանությունը Մոսկվայի քաղաքականության անբաժան մասն է, գոնե այսօրվա, հա, պուտինյան ռեժիմի տրամաբանության մեջ։ Դրա համար ես կարծում եմ, որ հայաստանցի ընտրողները պետք է շատ ուշադիր լինեն, որտեղ այսօր ասում եմ, բոլորը խաղաղության մասին են խոսում, եւ Օրբանն էր խաղաղության մասին խոսում, եւ նրա հակառակորդ Մադիարն էր խոսում, եւ Թրամփն է խոսում, եւ Իրանի այաթոլլաներն են խոսում, բոլորը խոսում են խաղաղության մասին։ Դրա համար պետք է ավելի ուշադիր լինել եւ հասկանալ, թե ով է իրոք խաղաղության կողմնակից, ով է ուղղակի այսպես դա օգտագործում որպես ռետորաբանություն։ Այսինքն այս ընտրությունները դառնում են արտաքին ազդեցությունների մրցակցության հարթակ։ Գիտեք, ցավոք սրտի այսօրվա աշխարհում, եթե չասեմ ամենուր, բայց շատ տեղերում ընտրությունները ձեռք են բերում այսպիսի միջազգային մրցակցության կոմպոնենտ, հա, չասեմ ամբողջապես դրա մասին են, Հայաստանում էլ ամբողջապես դրա մասին չէ։ Ի վերջո, ընտրությունը առաջին հերթին ներքին հարցերի շուրջ է, հա, այսինքն օլիգարխիա, կոռուպցիա եւ այլն, հեղափոխություն, նախկինների վերադարձ, թե, պես ասած, հեղափոխությունը իրականացրած ուժերին եւս մի շանս տալ, հա, դրա մասին է ընտրությունը, բայց եւ Հայաստանում, եւ Հունգարիայում, եւ դրանից առաջ Մոլդովայում, եւ ընդհանրապես կարծում եմ բոլոր շատ թե քիչ ինչ-որ աշխարհակաղակական կարևորություն ունեցող երկրներում մոտակա տարիներին ընտրությունները ունենալու են նաև աշխարհակաղակական կոմպոնենտ եւ այդտեղ էլ բավականին սև սպիտակ չի, հա, օրինակ շատ հետաքրքիր է, որ Հայաստանի պարագայում Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն ըստ էության միասին են հանդես գալիս, հա, J.D. Vance-ը եկավ Երևան, աջակցություն հայտնեց ըստ էության Փաշինյանին եւ Եվրամիությունն էլ նույն տրամաբանության մեջ, բայց օրինակ Հունգարիայում լրիվ հակառակն էր, որտեղ J.D. Vance-ը եկավ, աջակցություն հայտնեց Օրբանին, զանգեցին միասին Թրամփին, Թրամփը սկզբից չվերցրեց, ինչը բավական խայտառակ իրավիճակ էր, իհարկե, հետո երկրորդ անգամից զանգեցին, ինքը վերցրեց, ասեց, հա, մենք շատ ենք սիրում Օրբանին, նրանք փող կտանք, եթե հունգարացիները ընտրեն Օրբանին, մենք շատ փող կտանք Հունգարիային։ Իսկ Եվրամիությունը ընդհակառակը ամեն ինչ անում էր Օրբանի դեմ։ Իհարկե Եվրամիությունը իրեն բնորոշ այսպես քաղաքակիրթ ձևերով, այդպես հա շատ ուղիղ չէր ասում, բայց հասկացնել էին տալիս, որ եթե Օրբանը վերընտրվի, Հունգարիան խնդիրներ կունենա, հա, կարող է օրինակ զրկեն ձայնի իրավունքից եւ այլ, նույնիսկ ընդհանուր քննարկվում էր մինչեւ Եվրամիությունից հեռացնել, չնայած այդպիսի մեխանիզմ գոյություն չունի։ Հասանելիություն ֆինանսական։ Բայց հիմնական միտքը նա էր, որ Օրբանին զրկել Եվրամիության որոշումների վրա ազդեցություն ունենալու լծակներից, հա։ Եվ Ռուսաստանը իհարկե այնտեղ ակնհայտ էր, որ Օրբանի կողմից էր, եւ վերջի օրերին նաեւ ինչ որ գաղտնի ձայնագրություններ, գաղտնալսված ձայնագրություններ հայտնվեցին, որտեղ Օրբանը Պուտինին ասում էր, որ այ դու առյուծ ես, իսկ ես մուկ կլնեմ, որտեղ ինչ որ մի հատ հեքիաթ կա հունգարական, որտեղ առյուծին բռնում են, իսկ մուկը օգնում է իրան ազատել, կրծում է պարանները ու առյուծը ազատվում է, բոլորին ուտում է։ Եվ ուրեմն Օրբանը պատրաստ էր այդ մկան դերը խաղալ։ Իհարկե հունգարացիներին դա դուր չեկավ, որտեղ հունգարացիները Ռուսաստանի դեմ ապստամբությունների եւ հեղափոխությունների մեծ պատմություն ունեն եւ ընդհանրապես այդ
Օրբանի կեղծ ազգայնականությունը շատ ակնհայտ էր, հա, որ Օրբանը Բրյուսելի դեմ այսպես իրեն առյուծի տեղ էր դնում, ասում էր, այ մենք հունգարացիներս չենք ենթարկվի Բրյուսելի դիկտատին, բայց պարզվում էր գնում էր Մոսկվա մուկ էր դառնում։ Եվ իհարկե հունգարացիները այսպես արժանապատվություն ունեցող ժողովուրդ են եւ դա չհանդուրժեցին։ Հիմա մեզ մոտ էլ փաստորեն մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր կան, որ այսպես ասեմ, բոլորը իրար մեղադրում են, որ այ դուք մուկ եք, հա, մեկը ասում է դուք գնում եք չգիտեմ Ադրբեջանին, Թուրքիային եք միակողմանի զիջումներ անում, մյուսները ասում են դուք Ռուսաստանի գործակալ եք, հա, այսինքն այստեղ էլ ընտրողին դժվար է հասկանալ թե ով է ինչ իրականում գործակալն է։ Հա, եւ ինձ թվում է այստեղ իրականում շատ կարևոր է, որ մենք չմոռանանք, որ մենք ապրում ենք այսպես շատ խառը աշխարհաքաղաքական իրոք ժամանակաշրջանում եւ այս աշխարհաքաղաքական իրավիճակում իրոք պետք է մեր դիվանագիտությունը շատ ճկուն լինի։ Հա, եւ այստեղ երբ որ հայտնվում են ինչ-որ մարդիկ, ովքեր այսպես ասած Մոսկվայի օրակարգն են տանում, նրանք մեր դիվանագիտությունը սահմանափակում են, մեր հնարավորությունները արտաքին քաղաքական այս աշխարհում այս կամ այն ընտրությունը կատարել, խիստ սահմանափակում են։ Գալիս են ասում են, վերջ, մենք պետք է ռուսամետ լինենք։ Դա ես կարծում եմ, որ մեզ կարող է բերել աշխարհաքաղաքական շատ ծանր հետևանքների, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանը ընդհանուր առմամբ տանուլ է տալիս, նույն Հունգարիայի ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ այս աշխարհաքաղաքական խաղում Ռուսաստանի գործերը լավ չեն։ Իհարկե Թրամփի գործերն էլ շատ լավ չեն, հա, ինչպես տեսնում ենք նույն Իրանում, բայց ամեն դեպքում այսօրվա Հայաստանի ներկա կառավարությունը եւ այն ուժերը, որոնք այդ օրակարգն են առաջ տանում, գոնե դիվերսիֆիկացիայի մասին են խոսում։ Այսինքն մենք այստեղ ոչ թե ունենք արևմտամետ օրակարգ ընդդեմ ռուսամետ օրակարգի, այլ ունենք դիվերսիֆիկացիայի օրակարգ ընդդեմ այսպես ասած միակողմանի կախվածության ու ինձ համար ակնհայտ է թե դրանցից որն է ավելի ճիշտ։ Իսկ Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների ազդեցությունները ինչպես են արտահայտվում մեր ներքաղաքական գործընթացներում, դե մասնավորապես էլի դիտարկում ենք ընտրական այս process-ում։ Դե տեսեք, ես էլ է շատ հետաքրքիր, որ այն բաները, որ առաջ աշխատում էին, այսպես ասած, կիսաբաց անել կամ փակ անել, հիմա փոստերը բոլորը քարտերը բացում են, հա, եւ Պուտինի Փաշինյանի խոսակցությունը դրա մասին է, ըստ էության մարդը աջակցություն հայտնեց Հայաստանում գտնվող քաղաքական ուժերից մեկին։ Ասելով որ նրանք ռուսամետ են։ Հա, մեծ հարց է դա դրանց ձայներ կբերի թե չէ, նույն ձևով ոնց որ ասենք Վենսի աջակցությունը Օրբանին, ոմանք ենթադրում են, որ խանգարեց ավելի շատ, հա։ Մեր դեպքում այդպես չի, որովհետև Վենսի այցը ինքը նշանակում էր նաև Ամերիկայի աջակցություն, հա, եւ դա անցալվում էր որպես նաև խաղաղության գործընթացին աջակցություն, դրա համար մեր պարագայում ինձ թվում է դա կօգնի։ Այսինքն Ամերիկան մեր դեպքում ինքը հանդես է գալիս որպես աշխարհաքաղաքական խաղացող, ավելի շատ, քան գաղափարական խաղացող։ Հունգարիայում ոչ այնքան Ամերիկան էր հանդես գալիս, որքան Թրամփը եւ Վենսը որպես աջ գաղափարախոսության կրողներ, որոնք դեմ են լիբերալիզմին, դեմ են, ասենք, ձախ ուժերին եւ այլն, եւ դրա համար դեմ են նաեւ Եվրոպական միությանը։ Հայաստանի պարագայում այդ հակասությունը չկա։ Հայաստանի պարագայում Եվրամիության շահերը եւ ԱՄՆ-ի շահերը ըստ էության համընկնում են։ Կարող է մի քիչ տարբեր ձևով են իրանք ընկալում այդ շահերը, բայց ընդհանուր առմամբ երկուսն էլ աջակցում են Հայաստանի անկախությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային եւ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հետ, հարաբերությունների կարգավորման գործընթացին Թուրքիայի հետ։ Իրանի հարցում տարբերություններ կան, բայց դա Հայաստանը առայժմ կարողացել է դուրս մնալ ընդհանրապես այս ամբողջ իրանական թեմայից, շատ թե քիչ, չգիտենք ինչքանով դա կհաջողվի ապագայում, բայց կարծում եմ մենք գոնե մեծ փորձ ունենք այդ առումով եւ փորձելու ենք շարունակել այդ ուղղությամբ գնալ։ Ու Եվրամիությունը նաև իհարկե աջակցում է հիբրիդային այս սպառնալիքների հարցում, որովհետեւ եկեք ազնիվ լինենք, հա, Հայաստանի եւ Ռուսաստանի մասշտաբները անհամեմատելի են եւ նաեւ Ռուսաստանի փորձը հիբրիդային այդ պայքարի ոլորտում հսկայական է ու նաեւ մեծ հաշվով նույնիսկ ԱՄՆ-ում ընտրությունների վրա զգալի ազդեցություն է ունեցել ռուսական այդ հիբրիդային ներգործությունը։ Իհարկե ես այն մարդկանցից չեմ, որ ասում են, որ չգիտեմ Թրամփը ռուսական ագենտ է, դա ծիծաղելի է պարզապես, հա, բայց ամեն դեպքում ինչ որ ազդեցություն ռուսները կարողանում են ունենալ եւ Ամերիկայում եւ Արևմտյան Եվրոպայում, բարձր որ Հայաստանի նման փոքր երկիրը մենակ այդ ռեսուրսը չունի, որ դրան հակազդի։ Դրա համար եվրոպական աջակցությունը շատ կարևոր է, ոչ այնքան ֆինանսական առումով, չնայած դա էլ է կարևոր, ինչքան գիտելիքի առումով, տեխնոլոգիաների առումով, փորձի առումով։ Եվ առանց դրա ես կարծում եմ, որ հիմա Հայաստանում մենք շատ ավելի վատ վիճակում կլինեինք նաեւ ռուսական այդ քարոզչամեքենայի ազդեցության առումով։
Շատ լավ։ Իսկ այդ արտաքին միջամտությունը, այսինքն ինքը իրական սպառնալիք է, ոչ թե այսպես ասենք ներքաղաքական գործիք։ Դե տեսեք, այստեղ այդ արտաքին միջամտությունը կարելի է երկու մասի բաժանել։ Մեկը նա է, որ ինչ-որ քաղաքական գործիչներ դրսից ասում են մենք այս ուժին ենք պաշտպանում կամ այն ուժին ենք պաշտպանում։ Ու այսօր դա արդեն այնպեսի բան է դարձել, որ ըստ էության դրա դեմ ոչ մի բան չի կարելի անել եւ նույնիսկ ես կարծում եմ, որ դա ավելի ազնիվ է։ Ի վերջո լավ եղավ, որ Պուտինը ասեց, այ ես այս ուժի վրա եմ դրել իմ խաղադրույքը, Վենսը եւ ամերիկացիները եւ եվրոպացիները ասին մենք էլ այն մյուս ուժի վրա ենք դրել։ Թող Հայաստանի քաղաքացիները հստակ իմանան, թե որ արտաքին քաղաքական կենտրոնը, այսպես ասած, ում հետ է ինչ-որ հույսեր կապում, որովհետեւ դա էլ է ազդելու նրանց որոշման վրա։ Եվ շատ ավելի վատ կլիներ, եթե օրինակ ռուսամետ ուժերը Հայաստանում ձևացնեին, որ արևմտամետ են, ինչպես որոշ ուժեր անում են, հետո ընտրվեն ու հանկարծ ամբողջապես փոխեն ամբողջ ընթացքը։ Սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն է արդեն կոնկրետ այն, ինչ որ կարելի է ավելի շատ անվանել հենց հիբրիդային սպառնալիք կամ հիբրիդային պատերազմ, երբ որ օրինակ կեղծ տեղեկատվություն է գծվում դաշտ, հա, ընդ որում աբսուրդ ինչ-որ տեղեկատվություն, որ մարդկանց սևացնում են կամ մասամբ ճշմարիտ տեղեկատվություն, որը, այսպես ասած, մեկնաբանվում է ինչ-որ սխալ ձևերով, կամ այդ բոտերի գրողներն են տեղի ունենում, հա, երբ որ սոցիալական ցանցերում ինչ-որ արհեստական բանականության օգնությամբ կամ ինչ-որ ուրիշ տեխնոլոգիաներով հազարավոր կեղծ օգտատերեր են ստեղծվում ու նրանք զբաղվում են ուղղակի մարդկանց հոգեբանական ճնշման ենթարկելով։ Այդ ամեն ինչը դա արդեն կոնկրետ հիբրիդային սպառնալիք է եւ արդեն սա անվտանգության հարց է, սա արդեն քաղաքական հարց չի, սա ըստ էության հիբրիդային պատերազմ է։ Ու այստեղ իհարկե դրա դեմ պետք է պայքարել լրիվ ուրիշ միջոցներով։ Իսկ այդ համատեքստում օրինակ ընտրողը, այստեղ երևի ավելի պետք է մանրամասնենք, երիտասարդ ընտրողը ինչպես է կողմնորոշվելու։ Ես չգիտեմ, որովհետեւ տեսեք, եթե նայում ենք տարբեր կուսակցություններ, ինչպես նաև տարբեր, այսպես ասենք, քաղաքացիական հիմնադրամներ եւ այլն շատ բողոքում են, որ տարբեր կուսակցություններ հենց շատ ուժգին թիրախավորում են երիտասարդներին, նրանց հավաքելով, մանիպուլացնելով, խոստումներ տալով, չգիտեմ, շրջագայությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնելով, ինչ որ կրթական հեռանկարներ խոստանալով, այս կողմ են կողմ, հա։ Այսինքն մարդիկ, որոնք դեռ քաղաքական, այսպես ասենք, այդ թոհու բոհի մեջ ներծծված չեն, բայց մյուս կողմից էլ իրենց համար այսքան գրավիչ առաջարկներ է անում քաղաքական ուժը, իսկ ինչու ոչ։ Հասկացա ես ձեր հարցը, ու իրոք շատ կարևոր հարց եք բարձրացնում, հատկապես Հայաստանի պարագայում, տեսեք, մեր այսօրվա երիտասարդությունը ինքը մի կողմից ավելի, այսպես լավ է նախապատրաստված այս իրավիճակին, որովհետև on-line տեխնոլոգիաներից ավելի լավ է կողմնորոշվում, հա, օրինակ երիտասարդները ավելի լավ են հասկանում, որն է արհեստական բանականություն, որը չէ, որն է իսկական, օրինակ տեսանյութը, որը չէ, հա, ինչքան ավելի տարիքով է մարդը, այդքան ավելի հավանական է, որ ձեզ ինչ-որ մի հատ աբսուրդ տեսանյութ կուղարկի, որ ակնհայտորեն սարքված է այդ AI-ով, բայց կասի նա ինչ հետաքրքիր վիդեո է ու այդ մարդուն չես կարող բացատրել։ Իհարկե կան բացառություններ, հա, շատ տարիքով մարդիկ կան, ովքեր հիանալի այդ ամեն ինչից հասկանում են եւ կան երիտասարդներ, որոնք նույնքան միամիտ են, բայց ընդհանուր միտումը սա է։ Բայց մյուս կողմից Հայաստանի պարագայում երիտասարդները, ովքեր ասենք առաջի անգամ են քվեարկելու հա, այս տարի, նրանցից շատերը օրինակ ուղղակի չեն հիշում, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում ինչ վիճակ էր։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ինչ վիճակ էր։ Հա, նրանք գիտեն, որ ասենք, չգիտեմ, 94 թվականին մենք պատերազմ հաղթեցինք, Արցախը ազատագրվեց, 7 շրջանները ազատագրվեցին ու 20 թվականին մենք կորցրեցինք 7 շրջանները, 23 թվականին կորցրեցինք Արցախը։ Ու այդ տրավմայի վրա որոշ ուժեր կարողանում են կառուցել իրենց նարատիվները ու այդ երիտասարդները, քանի որ չունեն համապատասխան կրթությունը, նաև չունեն այդ հիշողությունները, հա, նրանք ենթարկվում են այդ մանիպուլյացիաներին, հա, ու այստեղ նաև կարելի է հիշել, որ ի վերջո հենց հիմա այն սերունդն է մտնում կյանք, որը կրթություն է ստացել կամ արդեն մտել է կյանք, հա, որը կրթություն է ստացել, օրինակ Արմեն Աշոտյանի կրթության նախարար լինելու ժամանակ։ Հա, եւ ես այդ մարդկանց չեմ նախանձում։ Չնայած ինքս էլ, ասենք, սկսել եմ սովետական դպրոցում, հետո Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եմ շարունակել, հետո համալսարան ընդունվել եմ արդեն Քոչարյանի օրոք, բայց գոնե այդ ժամանակ կար ինչ-որ մնացորդներ կային, հա, այս խորհրդային կրթական համակարգի, որը այնքան էլ լավը չէր, բայց ամեն դեպքում որոշակի կրթական համակարգ էր, հա, եւ
որոշակի կրթություն մենք ստանում ենք։ Ես օրինակ շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչ էր տեղի ունենում, օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ Սերժ Սարգսյանի օրոք դպրոցում, երբ որ օրինակ հայոց եկեղեցու պատմության դասեր էին տեղի ունենում, որոնք ըստ էության ոչ թե եկեղեցու պատմություն էին, այլ ուղղակի քարոզչություն էին։ Այն ինչ որ ես լսել եմ, այդ դասերի ժամանակ, ասենք կարող էր հոգեվորականը գալ ու ասել, որ ասենք, չգիտեմ, Դարվինի էվոլյուցիայի տեսությունը սխալ է, մարդը կապիկից չի առաջացել եւ այլն, ու նաեւ ասել, որ օրինակ նա ով քրիստոնյա չի, հայ չի։ Հա, ասենք իսկ ես երբ որ սովորում էի, մենք նաեւ մանրամասն անցնում ենք օրինակ հեթանոսական Հայաստանի պատմությունը, չգիտեմ, Անահիտ Աստվածուհի, Միհր Աստված եւ այլն, Գառնիի եւ այլն եւ այլն։ Բայց այսօրվա երիտասարդությունը օրինակ այդ առումով կոնկրետ կրոնական, ես ասած, դաստիարակության շատ ավելի մանիպուլյացիաների ենթարկվող է։ Հա, մենք մեր մոտ մի քիչ սովետական աթեիզմը մի կողմից, հայկական, այսպես ասած, աշխարհիկ ազգայնականությունը մյուս կողմից, բայց այսօրվա երիտասարդության մի զգալի մասին համոզել են, որ ով, ասենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, հայ չի։ Չնայած օրինակ Սողոմոն Թեհլիրյանը, հա, հայտնի մեր հերոս, նա չեմ հիշում ճիշտ ասած բողոքական հայ էր, թե կաթոլիկ հայ էր, բայց առաքելական եկեղեցու, հա, ու էլի շատ օրինակ Մխիթարյան միաբանությունը, հա, կաթոլիկ հայեր էին, եւ այլն, բայց որոշակի այդ քարոզչը, ես ուղղակի սա որպես օրինակ բերեցի, հիմա չմտնենք այդ եկեղեցու թեմաների մեջ, բայց ինքը ուղղակի ցույց է տալի, թե որոշակի կարծրատիպեր ոնց են ներդրվել մեր երիտասարդության մեջ, ու հիմա այս երիտասարդությունը, հա, կարող է ինքը շատ լավ հասկանում է, որ այս վիդեոն ԱԲ-ով է սարքած, բայց այս կարծրատիպերը ինքը իր մեջ չի գիտակցում, որ դա ներդրվել է։ Ու սա շատ վտանգավոր է, ու միակ ձևը դրա հետ աշխատելու, ինձ թվում է, անձնական հանդիպումներն են, ու նաև մի բան էլ ասեմ, ինչի է այդ TikTok-ային ձևաչափը հիմա, հա, այսպես զարգանում, բոլորը փորձում, Փաշինյանն է փորձում, Հայկ Մարությանն է փորձում, այն մի քիչ հին ավանդական ավելի քաղաքական գործիչների մոտ չի ստացվում այնքաներ, բայց դա կարևոր է, ինչի, որովհետև բոլորը նույն տեքստերն են ասում։ Ու հիմա ընտրողները, հատկապես երիտասարդ ընտրողները, ուզում են հասկանալ ով է անկեղծ։ Իսկ այդ տեքստից չես հասկանա ով է անկեղծ, բայց օրինակ երբ որ մարդը պերաշկի է ուտում, հա, ուտես հաճույքով ուտում է, դա ստեղծում է տպավորություն, որ այս մարդը անկեղծ է, հա, կամ երբ որ երաժշտություն է լսում, այդ երաժշտության տակ, ասենք, տխրում է, որտեղ տխուր երաժշտություն է, կամ նվագում է։ Ամեն դեպքում երաժշտություն նվագելը ինքնին անկեղծ բան է, հա, այդպես երևույթ է, դժվար է նվագել ինչ-որ երաժշտություն, որը քեզ դուր չի գալիս ու դրանից հաճույք ստանալ, կամ լսել այդ երաժշտությունը, հա, կամ գոնե այդ տպավորությունն է ստեղծում։ Դրա համար մարդիկ հիմա ուզում են տեսնեն, թե այս կամ այն քաղաքական գործիչը ինքը իրական կյանքում ինչպիսին է, հա, որտեղ բոլորը նույն բաներն են ասում։ Դրա համար մարդիկ ուզում են տեսնեն, որ այս մի մարդ է, որը, ասենք, չգիտեմ, կյանքից ստանում է հաճույք, հա, եւ այդ հաճույքը ուզում է կիսել մարդկանց հետ։ Իսկ այն մյուս մարդը իր անձնական կյանքը ցույց չի տալիս, հա, ինքը երբեք իր անձնական կյանքից չի խոսում, իր երաժշտական ճաշակից չի խոսում, իր, չգիտեմ, հարաբերությունների մասին մենք ոչ ոք չգիտենք, ինքը ամուսնացած է, թե բաժանված է, թե ինչ է։ Հա, եւ այդ երկրորդ մարդու պարագայում արդեն անվստահություն է առաջանում նաեւ նրա ասած քաղաքական տեքստի վերաբերյալ։ Ու սա միայն Հայաստանին չի վերաբերում, ամբողջ աշխարհում այն քաղաքական գործիչներն են հաղթում, ովքեր ընկալվում են որպես ավելի, այսպես, անկեղծ, ավելի իսկական, ավելի աութենտիկ։ Նույնիսկ կարող է շատ, ասենք, բացասական մեսիջներ լինեն, ինչպես Թրամփի պարագայում է, չէ՞, բայց իսկական, հա, օրինակ Թրամփի եւ Քամալա Հարիսի տարբերությունն էր, որ Քամալա Հարիսը պարտված տեխնացուն, հա, նա ասում էր բոլոր ճիշտ բաները, բայց այնպես էր ասում, որ նրան ոչ ոք չէր հավատում։ Իսկ Թրամփը ասում էր այնպիսի բաներ, որոնք մարդկանց շոկի մեջ էին գցում, բայց հենց դրա շնորհիվ ոնց որ մարդիկ ասում են, լավ, այս մարդը իրոք ինչ որ ասում է, դրան հավատում է։ Չնայած ինքը կարող է բարձիկը փոխել 10 անգամ նույն հարցի շուրջ, բայց ամեն անգամ այդ բանը ասելուց մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ չէ, դա ինքը ամեն դեպքում ուրիշ է, այն հին քաղաքական գործիչներից չի, հա։ Եվ նույնը կարող ենք ասել հիմա, օրինակ ինչի էլի վերադառնալով Հունգարիային, այս Պետր Մադիարը ինքը նաև շատ այսպես ակտիվ նախընտրական քարոզչություն էր վարում, Հունգարիան էլ այդքան մեծ երկիր չի, հա, Հայաստանից մի քիչ մեծ է, բայց այնտեղ էլ ինքը գնում էր ամեն գյուղ, ամեն քաղաք, բոլորի հետ ձեռքով բարևում էր, խոսում էր, հարցնում էր ձեր մոտ ոնց է, ինչա։ Դրանից առաջ Օրբանն էր այդպես անում։ Բայց հիմա փաստորեն Մադիարը դա ավելի մեծ հաջողությամբ արեց, քան Օրբանն էր։ Իսկ դրա նախորդ ընտրությունների ժամանակ ավելի այսպես
mainstream ավանդական տիպի քաղաքական գործիչներ էին, որոնք այդ ամենը չէին անում, ու ինչ որ տենց abstract տեքստեր էին ասում եւ Օրբանը հեշտությամբ նրանց հաղթում էր։ Հիմա փաստորեն այդպիսի քաղաքական գործիչների դարը անցել է, ովքեր abstract տեքստեր են ասում։ Եկել է այն քաղաքական գործիչների դարը, որոնք լրիվ բաց են, որոնք պատրաստ են մարդկանց հետ խոսել եւ պես ասած կենթանի կյանքում եւ on-line-ում պատրաստ են իրենց կյանքը այսպես 100%-ով բացել մարդկանց առջեւ։ Ու ես կարծում եմ, որ մեր ընտրություններում էլ մենք այդ process-ը տեսնում ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Զոլյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։